Բարև ձեզ հարազատներս, այսօր մեծահասակներից եմ մի քիչ ուզում խոսել հայրեր որդիներ այդ խնդրից, որ միշտ կա մեծահասակների ինչ հետաքրքիր մեծահասակների համար ինչ հետաքրքիր լուծումներ են գտել արտասահմանում։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն հայրեր որդիներ խնդիրը միշտ եղել է ու ես շփում եմ ահագին երիտասարդ կանանց տղամարդկանց հետ, որ իրենց խնդիրներում միշտ գտնում են, որ մեղավոր իրենց ծնողներն են եղել։ Ավելի ճիշտ այդ մարդիկ բոլորին են մեղադրում իրենց խնդիրների մեջ հետնել, մի մասն էլ իրենց ծնողներին են մեղադրում։ Դրա մասին շատ լավ պատմել է գուցե պատմել եմ, այս պատմությունը շատ եմ սիրում, մի հոգեբան է դրա մասին շատ լավ գրել։ Այս հոգեբանի մոտ խորհրդատվության են գալիս երկու ընկեր, մեկը բժիշկ է, մյուսն էլ ծաղրածու, կլոուն, եթե ճիշտ եմ թարգմանում։ Երկուսն էլ գալիս են, որ իրենց խնդիրները օգնի հոգեբանը լուծի, ճիշտ որոշումներ ընդունեն։ Ուրեմն ծաղրածուն է սկզբից մտնում, զրուցում է ծաղրածուի հետ, խնդիրները պատմում է, բա ինչ եք կարծում, ինչու՞ն է, որ գալիս են, որ հասնեն տեսնեն այդ խնդրի ոտքերը որտեղից են, ասում են, գիտեք, մենք երկու ընկեր ենք, փոքր ժամանակ, երկուսս էլ ուզում ենք ծաղրածու դառնայինք, իմ ծնողները ասեցին ինչ ուզում ես դար, իսկ ընկերոջս ծնողները իրեն համոզեցին, որ բժշկական բուհ ավարտի, բժիշկ է դառել, հիմա հայտնի։ Դրա համար կարծում եմ այդտեղից էլ իմ խնդիրները սկսվեցին։ Իսկ որ դուս է գալիս, մյուսն է մտնում, բժիշկն է սկսում իր խնդիրները պատմել, որ արդեն գալիս են հասնում, որ գտնեն տեսնան խնդրի խնդրի սկիզբը որտեղից է, ասում է, բա գիտեք, մենք երկու ընկեր ենք փոքր ժամանակ, երկուսս էլ ուզում ենք ծաղրածու դառնայինք, իմ կերոջս ծնողները այնքան շատ էին իրեն սիրում, որ ասեցին ինչ ուզում ես դարձի։ Իսկ իմ ծնողները ստիպեցին, որ ես բժիշկ դառնամ, իսկ ես միշտ ուզել եմ ծաղրածու լինեմ, մի խոսքով մեղադրելը միշտ կա, մարդկանց շատ բնորոշ է, բայց մեղադրելը դա թույլ մարդու պահվածք է, մարդը, որ մեկին մեղադրեց, դա ինձ համար արդեն թուլություն է, մարդկային թուլություն է, սա կարող է, ճիշտ չեմ հիշում ով է հեղինակը, թե յոգայից է, չեմ հիշում որտեղից է, որ ասում են, եթե դու մեղադրում ես որևէ մեկի, ուրեմն դու չես սկսել քո ճանապարհը։ Եթե դու մեղադրում ես քեզ, դու արդեն ճանապարհի կեսին ես։ Եթե դու ոչ մեկի չես մեղադրում, դու հասար արդեն։ Ես ճանապարհիս կեսին եմ։ Եթե ես խնդիր եմ ունենում, ես ինձ եմ մեղավոր զգում, որ ես ինչ արեցի, որ այս խնդիրը ունեցամ, ու փորձում եմ շտկել։ Նենց որ կես ճանապարհը ունեմ արդեն արժևում, դեռ արժևում։ Ուրեմն մեծահասակների խնդիր ունենք, դա շատ կարևոր է, որ ոչ բոլորն են շփվող մեծահասակներից, այն մարդիկ, ովքեր շփվող են, նրանց հետ խնդիր չունենք, իսկ այդ շփումը մարդկային շատ կարևոր է, մարդուն մարդն է երջանկացնում։ Կամ մարդիկ կան, որ Աստծով են երջանիկ, իրանք ուրիշ են, ճգնավորները գնում են Աստծով երջանկանում, բայց մարդը, եթե ինքը ճգնավոր չի, եթե ինքը աշխարհի կյանքով է ապրում, իրան երջանկացնողը միայն մարդն է։ Ու մարդիկ չեն շփվում։ Իհարկե մարդն էլ դժբախտացնում է, դժգոհություններ է պատճառում, բայց դա էլ է կարևոր, այդ շփումը շատ կարևոր է, անգամ որ դուք շփվում եք ու տեսնում եք, այս մարդը մի բան ասեց, որ դուք վրդովվեցիք, պետք է ներս նայես, տեսնես, որ թելիդ կպավ, այդ որ թույլ կողմիդ կպավ, ինչի դու ջղայնացար, ինչի դու բարկացար, այս շփումը շատ կարևոր է, մարդը միայն այդ շփման մեջ է աճում, մարդ հարաբերություններում մենք խնդիր ունենք, որովհետև երիտասարդները դե աշխատում են, շփվում են, ոնց էլ լինի, իսկ մեծահասակները, ովքեր որ շփվող չեն, իրենց հետ իրենց երջանիկ լինելու խնդիր ունենք։ Վերջերս ընկերուս հետ էի խոսում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, շատ հետաքրքիր լուծում ունեն մեծահասակների պարտեզ։ Իրանք դեյքեր են ասում, բայց մանկապարտեզին են, բայց մեծահասակների համար ժամը 8-ին գնում են առավոտյան այդտեղ, ժամը 1-ին տուն են գնում։ Այդտեղ նախաճաշում են, շփվում են, լոտո, շախմատ, գուցե ճնշում են, չափում եւ այլն, ու ժամը 1-ին արդյոք այնքան են պետությունն է վճարում այդ ամեն ինչը, հետաքրքիր է։ Ու այնքան շատ էլ կերակրում են, որ ուտելիքի կեսն էլ տանում են երեկոյան որ ուտեն։ Շատ կարևոր է շփումը։ Գուցե բարերարներ լսեն, որ կուզեն մեր երկրի համար լավ բաներ անել, չգիտեն, իդեա տանք,
որ անեն, գուցե մի օր էլ պետությունը դրանով կզբաղվի։ Շատ կարևոր բան է։ Հուսամ օգտակար է, մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։